շինարարությունը ճամփիթելը չենք ո՞ր կողմով ամտնել է։ Քանի հա, հենա կտրատը։ Էս ասիրուն սարքենք ասֆալտ անենք։ Բարև եղբայր։ Արևի կարգոնը։ Բարի գալուս։ Ինչ կա չկա, ոնց է, այս ինչ շինարարությունն է, այս մանկապարտեզի շինարարությունն է, կառավարություն եւ համայնք։ Մանկապարտեզ սարքում են, ճամփեն սարքում, ջուրում է, փեչում է, շետ կրկար։ Ջուրն է, երկագիծը որ գնաց մեկ է ջուր չենք։ Հա, երկագիծը գնի, մագիստրալը գնում է երկագիծը հենց եկավ այդ ջուրը կտրելու է ու տենց մնալու են տենք Չի պետք է դեմրնեք երկաթգծի, երկաթգիծը ըլնելը, հլը դու ասա հլնի, եղբայր մենք Միչև մեր հարցերը չլուծենք, մագիստրալը չլնի հլը մետ շուրջըտ նայ, այ հլը մետ, այսինք մենք սովորել ենք, որ մենք սենց պետք է ապրենք, ամենավատ պայմաններում մենք գոյատևել ենք Մենք պետք չի մեզ գոյատևել, մեզ պետք է ապրել Տարբերությունը շատ է Նկատի ունեմ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, մեզ անվտանգություն է բերելու, այս տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն բեռնատարի արումը մեզ ահագին օգուտ կտա։ Որտեղ բեռները կբերենք, ասենք նույն Իրանից այդտեղ բաներ կսարքենք, ու տեսեք, որ մեր մոտ ասում են գները այդքան բարձր են։ Գիտեք, դա կապված է շատ հիմնական կապված է տրանսպորտային խնդրի հետ։ Անդադ տրանսպորտային բարդ բաներով ենք գալիս Բայց դե հիմա ստեղ ինչքան հող կա ընդհանրապես Գյուղի ընդհանուր ոռոգ բանը մշակովի հողատարածքները 87 հեկտար Իսկ գումարած կոոպերատիվի հետ 150 հեկտար Կոոպերատիվ կոոպերատիվ Հələ մի բան ասեմ, հələ տեսեք կարող է ես լավ չեմ հասկանում էլի Ասենք ենթադրենք հիմա արևային էներգիան կա Ասենք ենթադրենք այս սարերի վրա բաներ սարքենք ջրամբարներ սարքենք պուճուր մեծ չէ ինչքան կտեղավորվի Արևային էներգիայով ստեղ բաները դնենք ձեր մոտ պանելները Նասոսներով ջուրը բարձանա վերև այս դոշերում կտրենք կամած բաներ տերասային այգիներ սարքենք Դա շատ խելագար միտք է, թե կարա լինի։ Այսինքն տեղեր ունենք այս պարի կոնկրետ հարավային լանջերին, էլի։ Չէ, կոնկրետ տեղ ունենք մեր ձորում, որ ջրամբարի համար մի 20 մետր լայնություն է, ինքը բնական ժայռի մեջ է։ Տակով չի գնում, լրիվ ժայռ է։ Ամբողջ ջուրը ինչքան տարածքում ցամաքում է, գալիս է տեղով հանը։ Այս տեղեր ունենք, որ կարելի է, երբ որ արդեն այդ վերևից սախտասոյի ջուրներ կա, այդ ջրամբարը կառուցեք։ Մի քիչ երկար որ մտածում եմ, ասենք 100 տարվա վրա, էլի։ Բացեն որ մեր եղած հողերը պետք է 100% մշակենք, ստեղի կլիման ափսոս է, էլի։ Այսինքն անասնապահության խնդիրներ կոնկրետ մենք ունենք։ Եղբայր, ես մի բան ասեմ անկեղծ։ Ասենք իմ կարծիքով այս տարածքում անասնապահությունը էֆեկտիվ չի, որովհետև ստեղ միլիոնների բերք կարելի է ստանալ։ Նուրի Չէ, էլի ինչ ասում եմ, դու ասում ես գոյատևել։ Դե լավ։ Պարոն վարչապետ, կարելի է։ Եթե դուք ուզում եք միլիոնների բերք ունենալ, ստեղ առաջին կարևորը ջուրն է։ Հիմա ասեմ դուք իմանաք, մեր ջուրը գալիս է Մեղրու գետից։ Եթե երկաթգիծը կառուցվում է, առաջին այդ ջրի հարցը պետք է ոռոգման լուծվի։ Ամենաառաջի հերթին։ Նոր երկաթգիծը կառուցվի։ Մենք երկաթգծի տեղով է գալի խողովակ։ Ճանապարհը որտեղ խողովակը կտեղափոխեն, կամ տակով գնում, ասենք ճամփի տակով խողովակ չի գնում։ Չէ, տակով չի գնում։ Հենց երկաթգծի մեջով է գնում։ Քանդածա գցած գծի մեջ է։ այս որ ճանապարհը Այ Ժողովուրդ ջան, եթե այդ երկաթգիծը սարքենք, դա միլիարդների ծախսի մասին է, հիմա այդ տրուբեն չեն կարող լուծել։ Պարոն վարչապետ, այդ տրուբեն կարող է ձեր մարա փոքր բան ապրանք տեղափոխել կամ բայց մեր բար դա մեր հիմնական միջոցն է։ Եղբայր, ես ուրիշ բան 30 տարի թույլ կտակ ասել։ 30 տարի մենք ստեղ կյանք ենք խորտակել, որ հիմնենք այգիներ ու օրի այգիները ավելանում է, մարդիկ տնկիներ են դնում։ Լավ, ապա այդ ենք։ Ահա, դրա համար ոռոգման ջուրն է մեզ պետք։ Իսկ եթե Եղբայր, ուրիշ բան եմ սկզբից
պետքա ռոռոկման ցանցը տեղափոխվի, նորեն մնացածն ուրիշ բան եմ ասում, ասում են, որ երկաթող են սարքի, այդ 250-300 միլիոն դոլարի ծախսա։ Այդ 250-300 միլիոն դոլարի ծախսի մեջ 10 միլիոն դոլար էլ ավել դնենք 20 միլիոն դոլար, որ ձեր ջրի հարցը։ Դե համար մենք Ընդհակառակը դուք պետք է ասեք, որ այսքան փող մտնի ստեղ, այդքան փողի մեջ մի 5-10-15-20 միլիոն դոլարը Դե համար ձեզ նախորոք ենք ասեմ, որ դուք իմանաք, որ դուք անտեղյակ չնելով բերեն քանդեն, հետո մենք մատներներս, բերաններս մնանք 30 տարվա կրդինքն հեչան։ Այդ ընդունեց չի կարա այդպես բան։ Երկրորդը։ Ես որ բարձրնի, ես երաշխավորում եմ չի կարա այդպես։ Ահա, всё։ Բացառված է, մոռացեք։ Դա եթե դու ժողովրդի մեջ ասում ես, ուրեմն քո խոսքի տերն ես։ Միանշան։ Դե Բա մեր խնդիրն են, որ ընդհակառակը, բա ես նոր ինչ էի ասում, չլսեցիք, ասում էի ընդհակառակը բերենք նասոսներով են վերևներ փուճուր տեղը ջուր ամբարենք, որ այս լանջերը սախ կանաչի, դու ասում ես երկրորդ հերթին։ Այնտեղ մենք ունենք ռոռոկման ցանցի հետ կապված, հիմա եթե այգիները մեծանում է, հերիք էլ է նասոսները հերիք էլ է։ Բայց երկու հատ էլ նասոս պետքա դրվի, որ դա մեր ուժերից վեր է։ Այսինքն որ ամբողջովին սկսվի ռոռոկվելը հերթականությունում։ Դա անցած տարի 3 տարի առաջ Կարմիր խաչը բերեց երկու հատ նասոս իր մոտորով, դրեցինք գոհենք, շնորհակալ ենք։ Բայց այնտեղ ունենք մենք տեղ, որ 4 հատ պետք է աշխատի։ Այսինքն գիշեր-ցերեկ։ Ես համաձայն եմ։ Եթե հնարավոր է այդ հարցին լուծում տված, որովհետև դա ջոյի մակարդակով չի, դա արդեն կոասած 10-20 միլիոնի, չգիտեմ, ինչի հարց է։ Ուրիշ բան եմ ասում։ Ես հիմա մտածում եմ, որ տեսեք, մեր մեծագույն ջրի հետ կապված ռոռոկման, մեր ջրի հետ կապված մեծագույն խնդիրը էլեկտրական հոսանքի փողն է։ Այսինքն էլեկտրական այդ արդյունաբերական էլեկտրական հոսանքարում ենք ջուրը մղում ենք, բայց պարտքավոր կուտակվում։ Հիմա իմ մտածածը ինչ է, ասում եմ տեխնոլոգիա կա, բերենք արևային պանելները շարենք, այդ արևային պանելների տերը դարձնենք համայնքին ասենք, բերենք մենք դնենք, նասոսներ դնենք, պանելներ դնենք, բայց տանք համայնքին ձեզ, որ հետագա սպասարկումը դուք ամբողջությամբ իրականացնեք։ Բացի այդ էլեկտրականությունը, հիմա որ ջուրը գալիս է Մեղրուգետից, էլեկտրականություն պետք չի, այնտեղ մենակ սպասարկումն է։ Հիմա որ մենք այդ ջուրը Մեղրուգետի չունենանք, այ հենց հիմա ջուր չկա Մեղրուգետում։ Եթե ջրամբարը սարկված լիներ կլներ, ջուրը կլներ։ Հիմա այդ դրա հետ կապված բան չասեմ, մի հատ մեր գործընկերներին հարցնեմ, որն է դրա լուծումը։ Եթե հնարավոր վարչապետ Արտակ ջան, կներես, պարոն վարչապետ, մենք ավելի լավ տարբերակ առաջարկենք արևայինի կոոպերատիվ է, որ հիմնել ենք ու հիմա արդեն Ինչ կոոպերատիվ։ Լեռնաձոր գյուղատնտեսական կոոպերատիվ։ Արդարադատության նախարարության պատկանող հողերը, որ լավ, այդ հա, ես եմ պայմանը դրել, ասել եմ կոոպերատիվ կստեղծեք, պայմանը կդնենք։ Ձեր գործերը հեշտացավ ահագին։ Ալիքը կոոպերատիվի նախագահն է ներկայացրու արևային պանելների էսպային արվող աշխատանքը։ Պարոն Ղուկասյան։ Հա, բայց դա չեք ասում, այդքան քանի հեկտար հող է կառավարության որոշմամբ։ Բացում եմ ինչքան հող մի հատ կես բերան չեք էլ ասում, այդ քրեակատարողականների հողերն ա եղել, տվել ենք ձեզ։ Դա շնորհակալություն ձեզ էլ պարոն Մարսպետին էլ այդ հողերը կոոպերատիվին տալու հետ կապված։ Դե զորով է դուրս քաշում այդ բաները։ Մի հատ չեն ասի, այս հենց բան է կարեն, հենց բան է կարեն, հենց բան է կա։ Մանկապարտեզ ենք սարքում, պարոն Պապիկյան, ճամփա ենք սարքում, հողը տվել ենք, էսա մնացած կներես։ Դրա հետ կապված շնորհակալություն որ տվել եք, բայց մի քանի բացեր կա։ Նախ ժամկետի առումով տվել ենք վարչակալության 10 տարի ժամկետով մենք էկոնոմիկայի նախարարության ծրագրերից չենք կարողանում օգտվենք այգին արագ հիմնելու համար։ Մեր միջոցներն էլ սահմանափակ է, որտեղ գյուղի 33 բնակիչ ընդգրկված են կոոպերատիվում ունեն սահմանափակ հնարավորություններ։ Մենք չենք կարողանում մեր ուզած տեմպերով զարգացնենք։ Դա իր հերթին, այնտեղ ջրային բանը Սյունիք Ջոն առայժմ պայմանագիր խուսափում է մեզ հետ կապելուց, մի քանի օր առաջ եմ խոսացել։ Ինչի՞, էլ է ճանկետ։ Չէ, բաներ նասոսներ, եթե խնդիրներ ունեն, անցած տարի չկա բան ըմբռնումով մոտեցան դրան, որտեղ տարվակեսից։ Հազար ներողություն, էլի, սենց ցակուցրիվ չի, ես ինչ եմ խնդրում։ Եկեք մի հատ կարճ, բայց կոնկրետ։ Մի հատ բաները գրեք անելիքների ցանկը, հիմա ես խնդիրը դնում եմ հետևյալ կերպ։
որ այդ 100 քանի հեկտարը 47 ու պլյուս այդ 147 հեկտարը 100%-ով դառնա ժամանակակից այգի։ Կոոպերատիվն է, որ ստեղծել է 1000 հատ ծրագիր ունի։ Հիմա ես ինչ եմ խնդրում, մի հատ կարճ մաքսիմում 2 էջանոց։ Խնդիր ձեր պատկերացրած կամ առաջարկած լուծում մի նախադասությամբ։ Խնդիր, եթե լուծում չունեք, ասեք լուծումը դուք մտածեք։ Խնդիր, լուծում ու ուղարկեք անձամբ իմ էլեկտրոնային փոստին ուղարկեք, որ չգնա տենց պտտվի, որովհետև այս ծրագիրը ինձ համար շատ կարևոր է, որ այդ բանն արել ենք, կոոպերատիվը ստեղծել ենք, կառավարության նիստերին էլ ասում եմ, անդադ չեն ստեղծում, մի հատ որ հաջողված կոոպերատիվ ունենանք, ուրիշ տեղերից էլ ինձ համար էլ անձամբ կարևոր։ Մարդկանց բերենք, ասենք, տեսեք, ոնց է համախմբելը, ոնց է օգուտ տալիս, բայց դե պետք է խոստանաք, որ իրար մեջ կռիվ չեք անելու նորմալ։ Փառքը դες խնդիր չունի։ Տարի 2000 ծառ ենք արդեն տնկել։ Պայմանա կարեցա ասեմ ինչ նկատի ունեմ։ Խնդիրները ձեր բայց ըստ կարևորության, էս էլ է շատ կարևոր։ Որտեւ եթե 15 խնդիր գրեք, էլի գրեք, բայց այդ 15 խնդիրը եթե ուզենանք միանգամից լուծենք, ոչ մեկը չենք լուծելու։ Պետք է վերցնենք առաջ 3 խնդիրը, կպահենք։ 3 խնդիր լուծենք, գանք տենանք արդյունքը եղել է, հաջորդ 3-ին անցնենք, հաջորդ 3-ին անցնենք։ Պարոն վարչապետ, այս մարդիկ երկար ու ձիգ տարիներ այդ հողը մշակել։ Ինչ պատճառներով չեն կարողացել օրինականացնել։ Ձեր վերջի ելույթն լսանք, աճուրների հետ կապված խնդիրներ կար եւ այլն, հողի կադաստրային գնի հետ կապված, ամեն դեպքում գյուղում ունենք մի 12-13 կտոր հող, որը ինչքան ընդհանուր հեկտարը չեմ կարող ասել։ Պարոն Փաշինյանը երևի մի 15 հեկտար, 17 հեկտար տարբեր մարդկանց կտորներ է, որը որ չի օրինականացվել, բայց մարդիկ այդ հողը 20 տարի ավել մշակում են։ Այդ բանի մեջ կգրեք։ Իմ անձամբ իմ էլեկտրոնային փոստին։ Պարոն վարչապետ, Լեռնաձոր վերնագիր է, որ գրած է։ Որտեն է։ Հա։ Ինչ կա չկա գրեք։ գրեք։ Իմ ասածը նոր ինչ որ մեկը որ հիմա հողա ուզում դրա մասին չէ, այն մարդկանց մասին է, որոնք երկար տարիներ հողը մշակել։ Շատ լավ։ Այս բանը ես միշտ մեր ժողովրդին հետ եմ ասում եմ ժողովուրդ ջան, գալիս ենք գյուղ, պետք է կոնկրետ անենք, որովհետև ասում են, ես չեմ ասում չկա։ Բայց որ հիմա 30 հատ խնդիր դնեք, դուք եք շփոթվելու, ես էլ եմ շփոթվելու։ Պետք է հերթում ըստ կարևորության։ Ընդ որում պետք է սկսել այն խնդրից, որի լուծումը հեշտացնելու է մյուսի լուծումը։ Հաջորդը, որի լուծումը հեշտացնելու է մյուսի լուծումը, ու տենց շարունակ։ Բանի, այսինքն դա էլ է կառավարման մեթոդա, էլի։ Դե չէ մտնում են գյուղ, որտեղ տոննայով խնդիր կա։ Հիմա 1000 խնդիր որ ուզենան գյուղում ձևակերպենք, 1000 խնդիր կգտնենք, բայց եթե 1000 խնդիրը հիմա գրենք, ասենք գնանք լուծենք, այդ նշանակում է ոչ մի խնդիր չէ, ուղղակի խոսում ենք, նենց խոսում ենք։ Ասֆալտ լինելու այս ճանապարհը։ Միանշանակ։ Առաջի փուլը անցպրտնելու է, երկրորդ։ Իսկ հիմա որ ենք ասել, որ ես անկեղծ ասած, ես 1000 ներողություն, բայց ես չգիտեի, որ ես ճամփ եմ ասֆալտ։ Ինձ ասում էին, դե ճամփա ենք սարքել երկաթուղով, բայց ես գաղափար չունեի, որ ասֆալտ արած։ Բայց սովետի վաղ ոնց է եղել։ Կապերով ա եղել, որը գոյություն չունի։ Կապերով։ Սարի դոշով պատա շարած եղել, պատի վրով գնացել։ Չէ։ Տեսքի կամազներ չէր գնում։ Ձի ճանապարհ է։ Իսկ ուր ենք հասել։ Ձեր կարծիքով սեպտեմբեր պետք է վերջացներ։ Ասֆալտն հետ։ Չէ, առանց ասֆալտի։ Սա երկու փուլ ալնելու։ Մի հատ հողային է արվելու, երկրորդ փուլը արդեն ասֆալտ։ Հիմա տեսեք, որ այդ հողերը լրիվ մշակում ենք, չէ, իրար հետ։ Այսինքն որ ապրանք եք ունենում, ստեից արտահանելու ապրանք եք ունենում, այդ ասֆալտը դառնում է ոչ թե նենց ուղղակի ասել ենք պետք է անենք, բայց դառնում է տնտեսապես հիմնավորված բան։ Ապրես, դրա համար ջուր ապրես։ Շատ կարևոր է։ Գնացի ես։ Ինչու՞ հարցը լուծ։ Բայմա 16 միլիոնով ինչքան է սարքվելու այս տունը։ Ո՞վ է տանտերը։ Տանտերը ո՞վ է։ Եղբայր 16 միլիոնով ինչքան է սարքվելու։ Պարոն վարչապետ, ամբողջությամբ
Հա, շատ Բացի կահավորելուց էլի։ դե կահավորել եք։ Իսկ իրանք են սարքում, թե հավաքվել եք իրար։ Չէ, իրանք։ Պարոն վարչապետ, 10 տուն ունենք նախագծած, որից 6-ը այս վիճակում է, անգամ տներ կան, որ մեջի գիպսոնի սվաղ արած, 4-ը ֆունդամենտի վիճակում են։ Շատ Նախնական ժամկետներից մոտ 3 ամիս հետ եմ գացել 26-ի վերջ արարողներում, այս բանը արգասում եմ։ Երկներ, հասնվար հենց 600 չէր 900 հարավ արսին, դեղանից վերջով արսին։ Այս տարածքն է, այս տարածքն է։ Տարածք իրականում տեսել է ներառելու, հիմա սկսել ենք այդ հատվածից, որտեղ դիցքը հարված է, հենապատը հարված է, դրա վրա արտաշինությունները սկսել են, Դիմացը հենապատ։ այո, ամբողջությամբ հենապատ է, այս իրանական կողմը, այս իրան կողմից ծակիրես գալիս ենք, ես մոտնում Հայաստանի Հանրապետություն, այստեղ բոլոր անհրաժեշտ բաները շինություններ ունեն, այս հիմա այսօր գալիս ենք, այս հատվածում ենք Հայաստանի կողմից է կողմնասա, այստեղ հիմնականում բաներ են, ավտոկայանատեղիներ են, Բայց գնելու է այս հետևի հատվածը։ այստեղ ենք, այստեղ ենք այստեղ ենք։ Այս արդեն ցուցադրվում ուղղակի են բաները, որպես մենք բեռնապատի իրակաշեմ կողմը։ Այս ամեն ինչը բյուջետավորված ծրագրի մեջ է, խնդիր չեմ Այս բանը շարունակականության այս վիճակում ստանալու։ այո, 20%-ը արդեն արված է։ Մեր հիմնական խնդիրը հենապատում է հիմնականում սա մեծ մասը 26 դեկտեմբերի վերջ։ Ունդեղ բանով է, 22 միլիոն կեսը վարկա, կեսը գրան է։ Ամբողջության բան չէ, վարկա, վարկ չէ։ Եվրամիությունն այդ գրան տարակացել եմ ասում։ Աշխատողքանի ասկերային։ Շնորհաշեն կարողացել բայց մեծամասնությունը գիտեն որ Մեր հույսն է, որ մեծ ապատը։ այո Մենակ պասկերենը պաստատի, ասինքն ներկա պետք է արնի, բայց անգլերենն էլ է։ Անով վարշապետ Ալիարը Սամանյան վերահսկողության բաժանմունքում ընթացիկ օրվա ընթացքում պետական սահմանի խախտում խախտման նախանշաններ չի արձանագրվել։ Եկուցող Ալիարը բաժանմունքի փոխգնդապետ հայրապետը։ Ոչինչ բանվաճ չէ։ Ոնց է ծառայությունը։ Նորմալ է, այս բանը վերջացնողային 12 ժամանակ տեղում վերջացնենք։ Նախատեսում ենք մինչև վերակառուցելը մեր տարածքի հաստիքն կազմը 15 հոգանոց, վերակառուցելուց հետո Ագարակ սահմանի վերահսկողության բաժանն ենք այս բաները։ Պարոն վարչապետ ագարական ցակայնությունը էդի ավաքսի ջաշապա երանը։ Այս նոր Պարոն վարչապետ ագարական ցամանի վերահսկողության բաժանը ծերսում վերակարգ ավաքսյան ցուցանիշ։ Շապետ ագարս ամանային վերահսկողության բաժանմունք է, ավակսկի ժողովրդի տասպալավերձը։ Շապետ ագարս ամանային վերահսկողության բաժանմունք է, ավակսկի տասպալավերձը։ Շապետ ագարակ սահմանի վերահսկողության բաժանմունք է, ավակսկի տասպալավերձը։
Այսինքն հիմա այստեղ հենակետ է, էլի, երեք տեղամասում են, սա հարավային մասն է, կամանում այսինքն մեքենաները գալիս են ստեն հավաքում, որպես հավաքական տեղամասի մեքենաները այո։ Որսա գործիքները այսինքն ստեղ մշտական ներկայություն կա Տասինեք երեխու համար 25 տեղանոց Հիմի ամեն ինչ ունեք, ինչ ամեն ինչ, 10 ոչ մի բանի կարիք։ Եկել մի քիչ բակն է պետք բարի։ Բակը նոր դոնը պետք է անենք։ Ինչ կա ժողովուրդ ջան։ Կարող եք։ Դե ասեք։ Ջրի խնդրեմը գիտենք։ Պարոն Փաշյան, ջրի խմելու ջրի խնդրեմն է Շվանին ձոր գյուղը։ 5 ամիս ջուր չենք ունենում։ Շվանի ձորը չի, ոնց որ մի քանի գյուղ է։ Մեր գյուղի մասը խոսքը 5 ամիս ջուր չենք ունենում, խմելու ջուր չենք ունենում ընդհանրապես։ Ոչ մի տան ջուր չի լինում։ Բա ոնց եք անում։ Մեքենաները որտեղից։ Տարբեր տեղերից։ Որ ջուր չկա, խիճեք մի հատ կռանդից բանից դնում է, ափսոս է ջուրը։ Դե բացնեք։ Հիմա խնդիր չկա։ Հա, բայց վատ կլինի։ Պարոն վարչապետ, մեկը թափում է, էլի, տեղ ռեզերվուար չկա։ Պարոն վարչապետ։ Գալիս է ոռոգման ջուրը։ Ես Հիմա ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ գալիս եմ կանգնում։ Ասում եք ջուր չի լինում, օրերով ջուր չնում եք այդեմ չր, ասում եմ ջենա։ Պարոն վարչապետ, օգոստոս ամսի քարիզները հնարավոր չի։ Քարիզը կապ չունի, խիչեք մի բան դնում, փակում, սա ես չգիտեմ ինչ է, բայց չի կարելի։ Ես այնօր կառավարության նիստում ասում եմ հետևյալը։ Ասում եմ, որ Երևանում քանի հատ ջրի բաժանորդ կա, ով գիտի։ Ասենք ենթադրենք մի քանի 100,000 ջրի բաժանորդ կա։ Ասում եմ ատամ լվալիս ամեն մեկը 5 վայրկյան ջուրը առանց նպատակի թողի ջուրը չռա, այդ նշանակում է Հայաստան Շվանի ձորի նման 62 բնակավար ջրից զրկվում է։ Սա հիմի ես չգիտեմ քարիզա ինչա, ասում եմ սա վերաբերմունք է ժողովուրդ ջան։ Հայաստանում հազարավոր սենց պուլպուլակ կա։ Ասում են ժողովուրդ ջան, ուր գնում ես ասում են ջրի խնդրեմ կա։ Սա ջրի նկատմամբ քարիզա ինչ ուզում արնի, բայց գալիս եմ կանգնում ասում եմ ջուր չկա, չր։ Երեն քարիզի ելքից դուրս է գալիս։ Հա, գալիս։ օքեյ, եղբայր, բայց դուք ջուրը որ լնում է սենց եք օգտագործում դրա համար է ջուր չկա։ Սա վերաբերմունք է ջրի նկատմամբ։ Սա վերաբերմունք է ջրի նկատմամբ։ Ու մենակ դուք չեք։ Ես էլ եմ տենց, բոլորս էլ տենց են։ Ջրերը չր թողած, ասում ենք հա ջուր չկա հանրապետություն։ Մենք ջուրը տալիս ենք, ասում են ջուր չկա, քաշեք, հենց քաշում ենք ուր գնում ես բացած։ 2 ամիս հետո այդ ջուրը չի լինել։ Սենց որ գնա մի ամիս հետո չի։ Ստորերը կրա ջրեր են դրանք։ Այս կաթիլային համակարգը, այս բաները Պարաների մեջ լցվում։ Հիմա ինչ ենք անում։ Մեր բանն է որ քաջարանից պետք է քաշենք, բերենք։ Նեղրին սարում ենք մենակ այս ջուրի համար։ Ինչ եք ուզում լուծում։ Մինի ջրամբար կարելի է կառուցել նախատեսված էր այն ժամանակ։ Դե եկեք ջրամբար կառուցենք։ Մինի ջրամբարներ Բայց ես իմ ասածը, ես մեր խոսակցության հետ կապ չունի։ Ասում եմ կարամ խնդրեմ, կլինի ես առնեմ կրանթը դնենք կրանթը։ Թե քացով տալու ենք փոկենք կամ ձեռով ասելու ենք չէ։ Այդ կրանտը որ դրեցինք, փակեցիք այդ ջուր ուրա գնալու։ Հողի տակ, ձեր հողի տակ, որ ծակենք հետո հանենք։ Էլի թափումը հողի արտեզյան ավազանը հիմա պրոբլեմ կա, արտեզյան ավազանը քանի մետրայի չէ։ Մետրերով իջելա։ Հիմի այն շրջաններում Արմավիրի, Արագածոտնի նախալեռնային շրջաններում, որ ծակել են ինքնաշատրվանող դուս ա եկել։ Հիմի նասոսով չեն կարում հանեն արդեն։ Մեր ռելիեֆը թույլ չի տալիս դա։ Կլուծեմ ես ձեր գյուղի, ես ձեզ խոստանում եմ, որ ունենք լուծում։ Այո։ Քաջարանինն է թե այդ բանը։ Մերդի սարի։ Քանի կիլոմետր բանը։ 55 կիլոմետր։ Եվ Նռնաձոր գնալ։ Նռնաձորինը, Շվանի ձորինը, նախագիծ արած, հա։ Հիմա նախագծի փուլում։ Նախագծի փուլումը անում ենք, սարքում ենք։ Ջուրը կա, հաստատ բերում ենք։
Ասա քանի ջուրը գալիս աստեղ ամբարում է, գնում է ռոռոկման համար։ Այո, գալիս ամիսախի չի ռոռոկման։ Դե ջերում են ինքնությունը փակում են, առավոտը դառնում։ Լսում է առավոտ տանում են ջեր։ Այմի քարիզ ուրա։ Մեկը հենց ստեղ է։ Բան հուսային։ Կարա փողի տակը։ Գնում է միշտ հաջորդ քարի։ Հետո դերից է։ Էնիկ քարի գնա, գնում է ջուրի դեսը։ Եղբայր, հիմա այդ ջուրը ուր է։ Այն որպես բասենը որ նայում եք դրա ավազանը, մեր բոլոր քարիզների մոտ նման բասեններ են կառուցել, որոնք որ ունեն բացում կառուցման որոշում։ Բայց ունեցից այդ մինիմում 3 մինիմում մեր սարի ջուրերը որ հետ ապրում։ Էլ արդեն այլ ունելու համար որոշել տակերսի ծառան։ Հիմա կոնկրետ այս ջուրը բասենը ամբարվում բասում են հողատերը ռեժիմը չի ասում հիմի լցվում գիշերը լցումը առավոտը բացում են ժողովուրդ ջերում են վերթով ժողովուրդ սենց են կանում այդ քաջարանի ջուրը բերելու նախագիծը կա այդ անում բայց դե այդ անկախ իմ ասել կպա մարդ ճիշտ եմ չի հասկանում որ այդ ընթացքի վրա դրած է այն Եվրոմիության մեծ ծրագրի բաղադրիչի մեջ է դրված չէ կարևոր նախագիծը որ ունենանք թեկուզ կտոր կանենք ինչ կարժենա մոտավորապես դեմից կիլոմետր 2 միլիարդ 3 միլիարդ կարող ասել 2 միլիարդ 3 միլիարդ 1.5 միլիարդ մի հատ թիվը գինը իմանանք ինչ գինը իմանանք բայց այս խոսակցությունը շարունակում եմ սենց ես հանձնարարում եմ գալիս են այս ջուրը չափեն լիտր վարկյանը բայց միայն սա չէ սա քարիզներից մեկն է 5 հատ այդպիսի քարիզ շատ լավ գալիս եք չափում եք թե Շվանիձոր գյուղում քանի լիտր վարկյան ջուրա տալիս այս քարիզները բոլորը իրար հետ եւ մեծ խնդրեմ ունենք պարոն վարչապետ վարձավճարների հարցով սև ու սիպտակ կա այս գյուղում Դե ինչ ասում եք։ Սև ու սիպտակ այսինքն 320 մմ դիամետրով խողովակաշարը հաշվում է 2200 դրամ 2400 դրամ 150 մմ տրամաչափով խողովակաշարը 1000-1200 դրամ կամ 900 դրամ հիմա ինքնահոս է ժամանակ ինչքանը ես ուզում եմ որ իմ ջուրս չափի մի րոպե ես ուզում եմ իմ ջուրս չափի այ պոմպ կա որ ոսեմ կա դրենացել երկու հատ պոմպ են կպցրել ասում է սա գինը բարձր է ասում եմ ինչպես է բարձր դա եթե մի կալյոս է այդ նույն ջուրը վերցնում տեղնավոր ոչ մի բան չեմ կարող ասել այդտեղից է սկսում բոլոր խնդիրները որ այդ գինը իրականության հետ ոչ մի կապ չունի այդ տեսեք հիմա վերադառնամ չէ մի րոպե վերադառնանք հələ 11.5 այդքան սուբսիդան արդեն չէ մի րոպե հələ 11 գրամ է սուբսիդավորվում հիմա որ այդքան ասում եք ժամանակին սպասարկել էս անել խովակները ուտեչկաները վերացնել այդ որ ասում եք նասոսը տվեք նասոսը տալիս ենք էլեկտրական հոսանքը ծախսում է ջուրը մղում է այդ նասոսի հոսանքի փողը ով է տալիս բոլոր դեպքերում հասկանալի է պետության կողմից էլ չէ այսօր ջրային համակարգի վրա 8 միլիարդ դրամի պարտք կա 8 միլիարդ դրամի Պարզա հիմի կարակ ասեք այն մեկը սենց արե մեկը նենց արե օքեյ շատ լավ բայց արդյունաբերական հոսանքի մենակ հոսանքի սակագինը այդ 11 դրամից այդ մի մի խորանարդ մետր ջուր մղելու համար անհրաժեշտ հոսանքի գինը 11 դրամից հաստատ ավելի շատ է ուրեմն պետք է մենք խնայենք մեր բնական ջրի ռեսուրսները պաշարենք այդ փողը չծախսենք ուրիշ տեղ ծախսենք չէ պետքա ջրի գինը բարձրացվի որը նի շուկայական որ այդ ամեն ծախսը հնարավոր է մի անել